որ խնդրեմ կմոտենաք նաև դուք։ Խոսքս փոխանցում եմ Արսենի Ղուկասին։ Ինչ եղավ։ Այսինքն փաստացի 6 տարի է բարձրաձայնում եք։ Սրանից 1 ամիս առաջ երբ ՊՌԱՄԼ նախագահը եկել է, եկաք եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցիք, հա։ Փաստացի որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով ինչ չի անում, ինչ ակնկալիքներ Ոչ մեկն չի աշխատում, ոչ մեկն է պետք չի որ աշխատի։ Պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, մի վարքան առաջ կգնաք։ Առաջ գնանք, լավ։ Պարոն Ղուկասյան, հիմա ձեր ակնկալիքները, որ ոչ մեկ չի աշխատում, օրինակ ԱԱԾ տնօրենի Չէ, պետք է աշխատեն, չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրեններ ես հանդիպում չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղեք, այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա այլ տեղից չի շարժում։ Այս հանքնիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի։ Անունս հենց այն ի սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ։ Բայց եկավ առաջին նիստը եղավ, ես კი խաբարել չելա, որովհետև նիստ անելու։ Արանքում ակուրատնի սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին։ Որտեվ գիտեն, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ։ Ես մեկը կա ծնողներից ներկայացված հարազատ։ Կային 2 հոգի կային, իրանք էլ 2 նիստ գնացել են, 2 նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ, մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի չեք գալի նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անեն, գայինք կապիկությունները ձեր նայեն։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ թվում նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար ձեր կողքին են եղել, ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք։ Եթե ինչ էլ կա, եթե ինչ էլ այսօրվա դրությամբ, ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չէր ելնելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Հարոններ կա։ Չէ, ես ಅದներ ո՞ս Դուք կոնկրետումից եք խաբում։ Ես գիտեմ, բայց ես չեմ կարող։ Բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակի։ Ջալալ Հարությունյանը Վարդաշեն Ջալալ Հարությունյանը դատվել է այն մի դրվագով։ Օլուշ ով է դել դատվել։ Ով է, թող մեկն ու մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողներից շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն ոչ մի բան չի անում։ Հիմա հարց, այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ 25 թվականի սեպտեմբերին Զեկու աշխատանքը հայտարարեցին ավարտված, ելի ենք սպասում, որ ինքն էլ խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանենք անդոն։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու всё, պերս։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբորը, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել անդե, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, այդ զինվորը չէր էլի այդ բարդակ շինող, այդ բարդակ շինողը իրաց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխանը Չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անհետ կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էլի ին քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։
Անուն էիք ուզում։ Պաժալստը, մինչև այնքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Հարուստամյան Կարենը փախած արդեն։ Հիմա ձեր գործողությունները ինչ են լինելու։ Ցավը տանեմ։ Չէ, հիմա այդ մենակ Հարուստամյան Կարենով չէ բրծնում է։ Լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքն է։ Թող հիմա քնիչ հանձնաժողովի բա գործը ո՞րն է էլի, ուզում դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում։ Քնիչ հանձնաժողովը ի՞նչն էր քննում։ Պատերազմի հետևանքները։ Այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, խի ելավ ու մեղքով եղավ։ Ու ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուտ չենք տվել, տղեկ ենք տվել, կարգին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում Մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է եկել, 2 կորպուս, 84 միավոր զրահատեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով ես ահտալի, ես չեմ ուզում պատերազմ։ Ես այդ պատերազմից ուժասնեմ։ Ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավելի լավ է զենքը ձեռս կմեռնեն։ Թուրքի, ինչա, բա էդի չի տանում։ Այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ հեսա 500,000 թուրք գալու է լծվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի տեսնում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղջենք, խախնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղջեն սարքենք, մաքուր անարատ բաղջա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին։ Հələ մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ։ Ընդեք վաղը կռիվելավ էլի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջներս։ Շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ։ Մի փոքր եկեք ձեզ ծառայել։ Ուրեմն հարգելի